ահազանգ ստացվեց 19/9 տեղամասից, որ սապրագլուխները հանձնաժողովի աջակցությամբ մեր վստահված անձին դուրս են ուզում հրավիրել, որպեսզի կեղծիքներ լցնեն լցոնման։ Փաստորեն մենք մինչև Վաղարշյանից մեր ենթաշտաբից, Վաղարշյան 12 հասցեից ասել ենք ուրեմն Ջոն Կիրակոսյանը անվան դպրոց, որտեղ տեղակայված է այդ 10/9 փաստորեն հանձնաժողովը, ընդրատարածքը, ընդրատեղամասը։ Այնտեղ տարածքի դիմաց մի 30-ի չափ տարբեր չափսի սապրագլուխներ հավաքված են։ Վստահված անձը երբ դուրս եկավ ու ներկայացնում էր, որ իրեն սրանք են քաշ տալիս, այդ դրսի կանգնածներ 2 մետր բոյով բուծված անասնական կերպարներով սապրագլուխները, որ լսեցին, որ խոսքը գնում է, որ իրենց է ցույց տալիս, որ սրանք են իրեն տեղամասից քաշ տալիս, միանգամից այդ դեղերի ազդեցության տակ էր ամենայն հավանականությամբ սկսեցին քաշքշելը։ Մենք ինչքան փորձեցինք խուսափել, որ բան չլինի, որովհետև իրենք 30 հոգի են, մենք 3-4 հոգով ենք եկել ենթաշտաբից, ու այդ ընթացքում սկսեցին դուր դմբոցը։ Ոստիկանությունը դուրս եկավ, փոխանակ սապրագլուխների բանանի, բռնում է մեր ձեռքերը, որ նրանք խփեն։ Ոստիկանությունը աջակցում էր, հետո իհարկե ավել ուշացած ոստիկանությունը, ոստիկանապետի գլխավորությամբ եկան, ես ցույց տվեցի այն ոստիկանը, որ աջակցում էր սապրագլուխներին ու հայոյում էր փողոցային հայոյանքներով, ու հիմա այս վիճակով դե մեր մոտ ամեն ընտրությունը գիտեք պատերազմական իրավիճակ է։ Դուք ինչ կոտրված եք ստացել, ոնց է նայեցին, ոնց է ձեր վիճակը, հիմա ինչ վիճակ է։ Ես չեմ կարող, բժիշկները ասում են պետք է տեղափոխեն ուրիշ հիվանդանոց, այս բայդրությամբ։ Բացի այս արտաքին բանից, այն ինչ որ երևում է, ինչ որ ներքին բաներ են հնարավոր, դրա համար տեղափոխում են ստուգման, նեյրոխիրուրգիա, ինչ չգիտեմ։ Այն ինչ որ ստեղ արվել է, այսինքն, չգիտեմ, քիթն է նայվել, վիրակապադրվել, այդ ինչ որ արվել է այստեղ դրա մասին։ Չեմ կարող ասեմ։ Արվել է, ես չեմ արել, ոչ մի։ Իսկ ով է արել։ Ես նայել եմ իմ եզրակացության արել։ Դե ձեր եզրակացության մասին։ Այո, պետք չի ոչ մի եզրակացության մասին գրել կամ ինչ-որ տալ։ Ոստիկաններին երբ մենք խնդրեցինք պահպանել օրենսգրքի պահանջները, այսինքն 50 մետր շարավղով ընտրական տեղամասի շրջակայքում չթողեն կուտակումներ, ոստիկանը պատճառաբանեց, որ այդ հարցով պետք է դիմել իմ ղեկավարությանը։ Ես ներսի կարգուկանոնը պահելու համար եմ։ Օրենսգրքում ինչ գրված է, չի հետաքրքրում։ Վերջ, չպահեցին, որի արդյունքում եղավ այս միջադեպը։ Ազատություն ռադիոկայանից ենք, այստեղ ինչ-որ միջադեպ է եղել, ասեք։ Իսկ հիմա եկել եք, որպեսզի պարզեք, հա, ինչ է կատարվել։ Այո, արդեն պարզել ենք ինչ է կատարվել ու համապատասխան միջոցառումներ են արվել։ Ես վազեցի ներքև, տեսա արդեն որ խփում են Մակեյանին, տեսա Սուրենին խփեցին, գոռացի ավտոյի համարները, տեսա Բրաբուսի, զանգեցի մեր շտաբ, համարներն ասեցի։ Ոստիկանը չէր միջամտում, ես ոստիկանի թևից քաշեցի, ասի խնդրում եմ, նայեք այն տղաներ, ինքը փոխանակ իրեն բռնելու, եկավ Մակեյանի թևից բռնեց։ Մակեյանն էլ թևերը թափահարեց, ասեց գնացեք նրան բռնեք, չհասան, նրանք նստեցին մեքենան փախավ։ Տղաները երևի թաղային հեղինակություններ, դեմքերով չեմ ճանաչում, բայց իրանք խոսում էին Գալստյան Հրաչի հետ, Արա Սիմոնյանի վստահված անձի հետ։